Թումո հաճախել եմ 2011 թվականից, հետաքրքիր workshop-ներ էին սկսում, որոնցից մեկին որոշեցի մասնակցել, Ռաֆի Սիմոնյանի workshop-ներ։ Ռաֆի Սիմոնյանը motion designer էր, մեզ սովորացրեց, թե ոնց մենք մեր միտքը արտահայտենք, ոնց մեր միտքը փոխանցենք անիմացիային, շարժմանը։ Ես հասկացա, որ իմ մոտ դա շատ լավ է ստացվում, ու մի պահ եկավ, երբ որ ես հասկացա, որ ընտրության առաջ եմ կանգնած, գնալ բժշկական գծով, քանի որ սովորում եմ բժշկական քոլեջում, եւ մեկը դառնալ հենց շարժական դիզայներ։ Ես ընտրեցի շարժական դիզայներ։ Այդ ընթացքում ինձ կանգնեցրեց մի փաստ, որ ես 2 տարով պետք է ծառայեի։ Ծառայությունը վերջացնելուց հետո որոշեցի հետ վերադառնամ Թումո, որպեսզի համ աշխատեմ, համ փորձ ձեռք բերեմ։ Շատ կարևոր գործ էի անում։ Սարքում էի վիդեոներ, որոնք հենց երեխաները նայում էին եւ ստանում էին իրենց գիտելիքները եւ սովորում էին։ Աշխատում էի հենց այստեղ։ Թումոյում աշխատելը ինձ օգնեց, որպեսզի ես ավելի խորանամ հենց շարժական դիզայնի մեջ եւ որոշեցի ընդունվել ավստրալիական քոլեջ, որը կոչվում էր CG Spectrum, սովորում էի հենց VFX։ Այդ տարվա լավագույն ուսանող դարձա, որոշեցի աշխատել որպես ֆրիլանսեր։ Այդ ընթացքում ինչ որ կողքից օգնող մի բան է պետք։ Օգնության հասավ հենց երաժշտությունը։ Աշխատելու ընթացքում ես շատ էի լսում house երաժշտություն, ինչպես նաև jazz եւ funk։ Ես սկսեցի հավաքել մեծ playlist ու որոշեցի ինչու՞ չէ նաև գնամ որպես հոբի ընտրեմ DJ-ինգը։ Բուն նպատակը ստեղծել իմ ստուդիան, ստեղծել իմ թիմը եւ ինչու՞ չէ նաեւ կարողանամ դրսի կարեւորագույն մեծ բրենդների հետ աշխատել Հայաստանում։ Ճիշտն ասած, երբեք կամերայի դիմաց չի եղել։